Ողջունում եմ բոլորիդ, ինչպես եւ խոստացել էի, այսօր Facebook-յան եթերում կխոսեմ բավականին մեծ արձագանք գտած Հայաստանի դահուկավազքի առաջատար Միքայել Միքայելյանի դեկտեմբերի 31-ին կայացած դահուկավազքի աշխարհի գավաթի փուլում Ադրբեջան անվանումը փակելու հանգամանքին մրցելույթի ժամանակ, սակայն մինչև բուն խնդրին անդրադառնալը կցանկանամ ձեզ ներկայացնել մինչև այդ տեղի ունեցող որոշակի իրադարձություններ, որոնք անմիջական կապ ունեն այդ հանգամանքի հետ, որոնց արդյունքում նաև առաջ է եկել այդ հանգամանքը, այսինքն դա է պատճառը, եւ պետք է խնդրեմ, որ համբերատար լինեք, մի փոքր երկար է տևելու, բայց շատ կարևոր է, որովհետեւ շատ հետաքրքիր հանգամանքներ են տեղի ունեցել, որոնք կարծում եմ նաև շատ ուսուցողական են մեզ համար, մեր պետության համար, մեր կառավարության համար։ 2025 թվականի մայիս ամսին Միջազգային ֆեդերացիան հայտարարեց, որ Ադրբեջանի պետական տուրիստական գործակալությունը, ես չգիտեմ ճիշտն ասած անվանումը այդպես է, չգիտեմ ավելի այսպես իրավաբանորեն ինչպես է կոչվում, այդպես են անվանում, Ադրբեջանի պետական տուրիզմի գործակալություն դառնում է հովանավորը միջազգային ֆեդերացիայի եւ այդ հովանավորչական փաթեթը իհարկե արժեքը միլիոնավոր դոլարներ են, հստակ չափի մասին մինչ օրս այդպես էլ հստակ տեղեկատվություն չկա, մինչ օրս նաև Միջազգային ֆեդերացիան չի հայտարարել, թե ինչ գումարի մասին է խոսքը, կոմերցիոն գաղտնիք է, եւ դառնալով հովանավոր իր անվանումը պետք է լինի բոլոր միջազգային հեղինակավոր մրցաշարերում, աշխարհի առաջնություն, աշխարհի գավաթ եւ այլն, ավելին ասեմ, տիտղոսակիր հովանավորն է, իսկ դա ինչ է ենթադրում, որ նաեւ այն մրցումային շապիկները, որը որ կրում են մարզիկները, ամենա տարածված եւ ամենամեծ գովազդային գործիքակազմն է, այսպես ասած, հենց վերևում կենտրոնում հորիզոնական երևալու է Ադրբեջան անվանումը։ Իհարկե անակնկալ էր բոլորի համար, այդ թվում նաև մեզ համար հայտնի հանգամանքներից ելնելով։ Ես հանդիպեցի Միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ եւ նաև քննարկեցինք իշարս մնացած հարցերի, քննարկեցինք նաև այս հարցը եւ ես նշեցի, որ դա անընդունելի է, որովհետեւ հաշվի առնելով, որ Ադրբեջանը որպես այդպիսին ինքը չունի դահուկային սպորտ, ընդհանրապես չունի։ Եթե մենք հիմա փորձենք գտնել նախկինում անցկացված ազգային առաջնություններ, մրցաշարեր եւ այլն եւ այդպես շարունակ, կտեսնենք, որ Ադրբեջանը չունի։ Ընդհանրապես ինքը նոր է դարձել Միջազգային ֆեդերացիայի անդամ։ Եվ հաջորդը արդեն հունիսին կայանալիք կոնգրեսի ժամանակ Միջազգային ֆեդերացիայի կոնգրեսի ժամանակ արդեն Ադրբեջանի թեկնածու անդամից լիիրավ անդամ դառնալու հանգամանքներ։ Իսկ ինչպես է դա տեղի ունենում։ Թեկնածու անդամը ներկայացվում է արդեն կոնգրեսին, որպես լիիրավ անդամ քվեարկության դրվում կոնգրեսի ժամանակ եւ կոնգրեսի քվեարկության արդյունքում որոշվում է կամ դառնում է լիիրավ անդամ, կամ մնում է որպես թեկնածու անդամ։ Բնականաբար կոնգրեսի ժամանակ ես ձայնի իրավունք խնդրեցի, առաջարկ էր արվում
փաթեթով քվեարկել, այսինքն բացի Ադրբեջանից կային եւս երկու պետություններ, որոնք պետք է դառնային լիիրավ անդամներ միջազգային ֆեդերացիայի, մեր դահուկային ընտանիքի, ես ձայնի իրավունք խնդրեցի եւ ասեցի առաջարկում եմ առանձին քվեարկել պետությունների անդամությունը, որովհետեւ ես հարցեր ունեմ պետություններից մեկին, այսինքն պետություններից մեկի ներկայացուցիչներին եւ որի արդյունքից է կախված իմ դիրքորոշումն ու իմ քվեարկությունը։ Միջազգային ֆեդերացիայի նախագահան, որը վարում էր նիստը, կոնգրեսը, իմ առաջարկությունը դրեց քվեարկության եւ միաձայն որոշվեց, որ այո, պետք է առանձին քվեարկել, դե բնականաբար այբենական կարգով են պետություններին ներկայացնում եւ դնում քվեարկության ու ցանկով եւ առաջինը Ադրբեջանն էր։ Ես հարց հնչեցրեցի, հարցը հետեւյալն էր։ Առաջինը երկու հարց հնչեցրեցի։ Առաջին հարցը, որ ճիշտ ասած, քանի որ հնարավոր չէր այլ տեղեկատվություն գտնել բացի համացանցի տեղեկատվությունը, ես այդպես էլ չկարողացա գտնել որևէ մարզիկ, որևէ առաջնություն, որևէ ակումբ գործող, իսկ միջազգային ֆեդերացիայի կանոնակարգը, այսինքն օրենքն ասում է, որ ազգային ֆեդերացիան պետք է ունենա անդամներ, պետք է ունենա անդամ ակումբներ եւ այդպես շարունակ, այսինքն հարց է առաջանում, եթե մենք չենք կարողանում գտնել այդ թիվը կամ չենք կարողանում գտնել այդ հանգամանք ապացուցող որևէ փաստ, ինչպես է Ադրբեջանի ֆեդերացիան դառնում միջազգային ֆեդերացիայի անդամ։ Ադրբեջանի ներկայացուցիչը ներկայացրեց, որ արդեն ունեն գրանցված մի քանի ակումբ, ունեն, չգիտեմ, անդամներ եւ այլն, միջազգային ֆեդերացիայի նախագահան ավելացրեց, որ ինքը բավականին ծանոթ է, Ադրբեջանում մեծ գործ է արվում դահուկային մարզաձևերի, ենթակառուցվածքների զարգացման, ընդհանրապես դահուկային մարզաձևերի ձմեռային туриզմի զարգացման ուղղությամբ, ինքը տեղյակ է եւ բարձր է գնահատում այդ աշխատանքները, ես ասի իհարկե շնորհավորում եմ, եթե աշխատում եք, կեցեք, բայց ասեցի նաեւ ունեմ երկրորդ ամենակարևոր հարցը։ Եվ նշեցի, որ այս հարցը ես կարող էի տալ մի քանի տարի առաջ, սակայն ցավոք այն ժամանակ Ադրբեջանը ֆեդերացիա չունեիք ներկայացուցիչներ եւ ես այդ հարցը այն ժամանակ ուղղակի չէի կարող տալ, տալիս եմ հիմա, չնայած հարցը այնպիսին է, որ չունի վաղեմության ժամկետ, հարցը հետեւյալն էր։ Ադրբեջանը ռազմական ագրեսիայի դիմեց Հայաստանի Հանրապետության նկատմամբ, գրավեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից տարածքներ եւ առաջին արկերը պայթեցին հենց Ջերմուկի դահուկային սահուղիներում, վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքներ, վնասելով Ջերմուկի ճոպանուղին, այն նույն սահուղիներին հարվածելով արկերով, որոնք գրանցված են միջազգային ֆեդերացիայի կողմից, այսինքն միջազգային սերտիֆիկացում ստացած, միջազգային ֆեդերացիայի կողմից սերտիֆիկացում ստացած սահուղիների վրա են պայթել առաջին արկերը։ Բնականաբար ես ասեցի, որ հարցը չքաղաքականացնեք, որովհետև հարցը զուտ սպորտային է, խոսքը գնում է մարզական ենթակառուցվածքների մասին, խոսքը գնում է այն վայրի մասին, որ շատ հնարավոր հենց այդ պահին մարզվելուց լինեին երեխաներ եւ խոսքը բնականաբար ես հիմա չեմ նշում 18-ից 20 տարեկան այն մեր երիտասարդները, հարյուրավոր երիտասարդները, որոնք զոհվեցին այդ ագրեսիայի արդյունքում, իմ հարցը մարզական է։ Եվ խնդրում եմ Ադրբեջանի պատվիրակությունը պատասխանի։ Դատապարտում է արդյոք որևէ պետության կողմից որևէ երկրի նկատմամբ ագրեսիան, ռազմական ագրեսիան։ Դատապարտում է արդյոք մարզական ենթակառուցվածքներին, մարզական ենթակառուցվածքներ, քաղաքացիական ընդհանրապես քաղաքացիական ենթակառուցվածքներին ռմբակոծումը եւ տվյալ դեպքում Ջերմուկի
ճոպանուղու եւ սաուղիների ռմբակոծումը, խնդրում եմ շատ կարճ ուղղակի նշեք, դատապարտում եք թե չեք դատապարտում։ Բնականաբար երկար պատասխան, մենք գնում ենք խաղաղության, մենք, չգիտեմ, հարևաններ ենք եւ այլն, ես ասեցի, ճիշտ ասած կարճ, այո կամ ոչ դատապարտում եք թե չեք դատապարտում, որովհետեւ ես ուզում եմ հասկանալ այն ֆեդերացիան, որը անդամակցելու է միջազգային ֆեդերացիային, կիսում է համամարտկային հումանիզմի գաղափարները, թե չի կիսում։ Այդտեղ արդեն միջազգային երկխոսություն էր առաջանում, այսպես ասած, իմիջիայլոց կոնգրեսը on-line էր, ձայնագրվել է եւ կա YouTube-ում կարող եք դիտել։ Մի անգամից միջազգային ֆեդերացիայի նախագահան խառնվեց, խնդրում եմ երկխոսությունը ավարտեք, ավելի լավ է մենք հասնենք քվեարկությանը եւ այլն, հարցը, այսպես ասած, համարենք ավարտված եւ այլն, ես ասացի ճիշտ ասած, ես չստացա իմ հարցի պատասխանը եւ կարծում եմ իմիջիայլոց նշեցի նաեւ, որ 30-ից ավել պետությունների դեսպաններ են եղել եւ կարծում եմ չեն կարող նշել, որ լկտի սուտ է իմ ասածը, որովհետև այդ հանգամանքը նաև ֆիքսել են դեսպանները 30-ից ավել պետությունների, ինչպես նաև Եվրոմիության դեսպանը։ Բնականաբար հարցը դրվեց արդեն քվեարկության Ադրբեջանի, դե բնական է մեր դիրքորոշումը, մենք դեմ քվեարկեցինք, որ Ադրբեջանը դառնա միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ, բայց բնականաբար նրանք դարձան միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ։ Ավելին ասեմ, մինչ այդ նաև հարցը քննարկվել էր Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահության նիստում եւ ի պատիվ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահության անդամների գերակշիռ մեծամասնության մեծամասնությունը կողմ էր եղել, որպեսզի ես որպես Հայաստանի պատվիրակ դեմ քվեարկեմ Ադրբեջանի ֆեդերացիայի անդամությանը միջազգային ֆեդերացիային։ Իհարկե կային մարդիկ, որոնք դեմ էին, որպեսզի ես դեմ քվեարկեմ։ Դե մարդիկ ունեն իրենց կարծիքը։ Այսինքն ամեն ինչ սկսվել էր, այսպես ասած, բացի այն, որ իրենք հովանավոր էին, նաև Ադրբեջանը դարձավ լիիրավ անդամ եւ արդեն իսկ աշխարհի գավաթի փուլեր եւ արդեն Միքայել Միքայելյանի հայտնի, այսպես ասած, դիրքորոշումը Ադրբեջան բառի հետ։ Ես նախ շնորհակալ եմ բոլորից, հազարավոր մարդիկ իրենց մեկնաբանություններով ուղղակի իրենց աջակցությունն են հայտնել Միքայելին։ Շնորհակալ եմ, ճիշտն ասած, ես այլ բան չէի պատկերացնում։ Հարցեր շատ են հնչում, սկսած տուգանքի չափից, վերջացած հետևանքները եւ այդպես շարունակ։ Նաեւ հարցեր են հնչում, տեղյակ եմ եղել, թե տեղյակ չեմ եղել, ես այդ հանգամանքից, ասեմ, որ տեղյակ չեմ եղել։ Նույնիսկ չեմ մտածել, որ արդեն դահուկավազքի աշխարհի գավաթի փուլերում կարող ենք տեսնել որպես հովանավոր, որտեղ ֆրիստայլի մասին տեղյակ էի, լեռնադահուկային սպորտի մասին տեղյակ էի։ Իդեպ Ադրբեջանը չունենալով որևէ այսպես ասած դահուկային մարզաձև չկա, այդ երկրում ժողովուրդ չկա, ընդհանրապես չկա, չունեն մարզիկներ, չունեն մարզիչներ, բայց գիտեք ինչ ունեն։ Ունեն արդեն աշխարհի գավաթի փուլերի անցկացում։ Տեսեք, տարիներ շարունակ մենք մեր նախարարությունից խնդրում աղաչում ենք դրամական աջակցություն Միլան 2026 թվականի օլիմպիական խաղերի մասնակցության եւ չենք ստանում որևէ լումա նույն Միքայել Միքայելյանի եւ իր ընկերների, որոնք այսօր արդեն ապահովել են
իրենց վարկանիշային միավորները քվոտա ստանալու համար, բայց Ադրբեջանը մեր կողքի պետությունը բացի այն, որ հովանավորն է միջազգային ֆեդերացիայի, նաև արդեն անցկացնում է մարզիկներ ընդհանրապես մարզաձևը չունենալով արդեն անցկացնում է աշխարհի գավաթի փուլեր եւ անցկացնելու է աշխարհի առաջնություն։ Եվ այո, մեր հակառակորդից պետք է սովորել նաև։ Սովորել, թե ինչպես են հենց սպորտը ծառայեցնում տուրիզմի ինդուստրիայի զարգացմանը, ձմեռային տուրիզմի ինդուստրիայի զարգացմանը, որը բավականին մեծ հեղինակություն է բերելու։ Եվ պատկերացրեք միլիոնավոր դիտումներ ապահովող աշխարհի գավաթի կամ աշխարհի առաջնությունների հեռարձակումը մի քանի 100 անգամ կտեսնեք ուղակի Ադրբեջան բառը, մի քանի 100 անգամ, որովհետև բոլոր վայրերում մեկնարկ, վերջնարկ, մրցատարածություն, որտեղ կան տեսախցիկներ դրված, մարզիկների շապիկներին, մրցումային շապիկների մասին է խոսքը, դուք կտեսնեք Ադրբեջան անվանումը։ Սովորել է պետք, թե մարդիկ չունենալով ոչինչ, ոլորտ չունենալով, ինչպես են կարճ ժամանակում հաջողության հասնում։ Իսկ մենք տարիներ շարունակ խնդրում ենք գոնե մեկ միջոցառման ֆինանսավորման մասին համար, որին մասնակցելով մեր մարզիկները միգուցե շատ ավելի լավ ու վստահաբար ավելի լավ արդյունքներ կցուցաբերեն, այդպես էլ չենք ստանում որևէ պատասխան։ Ինչևէ, հիմա արդեն անդրադառնանք Միքայելին։ Միքայելը չի որակազրկվել, Միքայելը տուգանվել է, այդպիսին է միջազգային ֆեդերացիայի կանոնակարգը մրցումների անցկացման։ Միքայելին հրավիրել են ժյուրի, այդպես է կարգը, այսինքն որևէ սանկցիա կիրառելուց մարզիկին հրավիրում են, ներկայացնում են արարքը, որի համար իրեն պետք է ենթարկեն, այսպես ասած, սանկցիայի եւ որից հետո արդեն հայտարարում են իրենց որոշումը։ Միքայելը ներկայացրել է իր դիրքորոշումը, Միքայելը ներկայացրել է իր անհամաձայնությունը եւ ժյուրիի ղեկավարը նաեւ Դաուկավասկի տնօրենն է, այսպես ասած, աշխարհի գավաթի պատասխանատուն, ասել է, որ իրենք փայլուն հասկանում են, ընդունում են այն փաստարկները, որ Միքայելն է ներկայացնում, բայց կա կանոնակարգ, սա կանոնակարգի խախտում է, որովհետև փակել ես գլխավոր հովանավորին ու մարքեթինգային, այսպես ասած, կանոններն ես խախտել, որի համար պետք է տուգանվես։ Շատ գրում եք, սիրելի հայրենակիցներ, գումարի չափի մասին, վճարելու մասին, հիմա դրան էլ կանդրադառնամ։ Գումարը մենք դեռ չենք ստացել որոշումը, չեմ ուզում սխալված լինել եւ ասել որևէ թիվ, որը որ հայտարարեմ որևէ թիվ, որը որ պաշտոնապես մենք չենք ստացել, սովորաբար մենք ստանում ենք պաշտոնապես գրությամբ այդ տուգանքի վերաբերյալ պարզաբանմամբ։ Հաջորդը Միքայելին ասել են, որ խնդրում են հաջորդ անգամների համար չանել այս քայլը։ Ի պատիվ մեզ բոլորիս Միքայելն ասել է, որ գիտեք, ձեզ ինչ է թվում, այս մեկ անգամյա ուղղակի ակցիա էր, ես այս ակցիան արեցի, ես չեմ կարող ձեզ նման բան խոստանալ։ Նրանք ասել են, որ դե ուրեմն ասել է կամ հակառակ դեպքում Հայաստանը կհրաժարվի մասնակցությունից, իհարկե մենք չենք հրաժարվի մասնակցությունից։ Միքայելից բացի ցավոք մենք ֆինանսական խնդիր ունեինք եւ մասնակցեց միայն Միքայելը։ Միքայելից բացի մասնակցում են նաեւ Սպարտակ Ոսկանյանը եւ Կատյա Գալստյանը, երկուսն էլ Աշոտսկից։ Եվ իրենք էլ են շարունակելու մասնակցել եւ վստահ եմ, որ ունեն այն արժանապատվությունը, որ ունի Միքայելը եւ ինչքան էլ ուզում են տուգանեն, միևնույն է, արժանապատիվ հայը մնում է արժանապատիվ հայ։ Տուգանքի չափը իմանալուն պես ես անպայման կտեղեկացնեմ բոլորիդ, որովհետև բոլորին է դա հետաքրքիր, բայց ավելին ասեմ,
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան կվճարի այդ տուգանքը, շնորհակալ եմ բոլորիցդ։ Եթե տեսա շատ մեծ է ցանկությունը օգնելու Միքայելին, ես ուղղակի խնդրած կլինեմ, ես մեկնաբանություն դաշտում կդնեմ Միքայելի եւ իր մարզչի հեռախոսահամարները։ Եթե ցանկություն ունեք օգնելու, իրականում դրա կարիքը կա, որովհետեւ առաջիկայում ունենք մրցաշարեր եւ ուսումնամարզական հավաքներ, որոնց պետք է մասնակցեն մեր մարզիկները, ցավոք դեռ տարին նոր է սկսում, բյուջետային տարին դեռ, այսպես ասած, չի էլ սկսել, չենք ստացել պետական ֆինանսավորումը, պետական ֆինանսավորումն էլ այնքան չի, որ կարողանանք բոլոր խնդիրները լուծել, խնդիրների մեծամասնությունը լուծում ենք մենք մեր ուժերով, ուստի դուք կարող եք հենց անձնապես օգնել Միքայելին կամ մեր Միքայելին հենց ես հեռախոսահամարը կդնեմ, կարող եք կապ հաստատել, եթե ցանկություն ունեք աջակցելու, իրականում այդ աջակցության կարիքը կա։ Եվ ավելին ասեմ, ես ողջունում եմ Միքայելի քայլը, իհարկե մենք կվճարենք, ողջունում եմ, որովհետև մեր մարզիկները պետք է ցույց տան, որ իրենք արժանապատիվ հայրենիներ են, եւ տեսեք, չգիտեմ, եղել եք երևի Աշոցքում, մի մասը եղել եք վստահաբար, եթե չեք եղել, այցելեք Աշոցք։ Աշոցքում ունենք դահուկային կենտրոն։ Դահուկային կենտրոնից դուրս գալուց, երբ որ դռնից դուրս ես գալիս, ուղիղ մի փոքր ձախ նայելով կտեսնեք եռագույն դրոշներ ծածանվող։ Այդ այն եռագույն դրոշներն են, որոնք ծածանվում են Աշոցքցի հերոս տղաների նահատակված 20 թվականի նահատակված տղաների գերեզմաններին։ Եվ այդ տղաներից մի մասը հենց Միքայել Միքայելյանի ընկերներն են, որոնց հետ մեծացել, խաղացել, մարզվել, դպրոցում կրթություն ստացել։ Եվ բնականաբար այլ բան քան Միքայելի այդ քայլը չէր կարելի սպասել, որովհետև Միքայելը արժանապատիվ հայրենի է։ Մնացածի մասին ես ընթացս ձեզ տեղյակ կպահեմ, որովհետև շարունակվելու է մեր մասնակցությունը եւ ուղղակի իմ հիացմունքի ու շնորհակալական խոսքերն եմ հայտնում բոլորից։ Գիտեք, սա մի փոքր ազգային զարթոնքի տար կարելի է համարել, որովհետև այն միասնականությունը, այն թասիբը, ինչքան էլ ասում են այդ օտարահունչ բառ է, բայց այդ հային տված այսպես ասած հատկություն է եւ այն ամեն ինչը, որ բերեց սա, հենց Միքայելի քայլը, որպես այդպիսին, կարծում եմ կաներ ցանկացած արժանապատիվ մարզիկ։ Կներեք, այստեղ ուղղակի Հայաստանում չեմ, մի քիչ մութ է, ես հիմա փորձեմ ավելի լուսավորա, մի քիչ լուսավորեցինք, ներողություն եմ խնդրում, ասված տեխնիկական եթերային։ Մի խոսքով, այսքանը, առաջիկա օրերին ես կանրադառնամ նաև, գիտեք, 2026 թվականին տեղի են ունենալու վերջին 4 տարվա ձմեռային մարզաձևերում ամենախոշոր իրադարձությունները ձմեռային խաղերի մասնակցության հետ կապված, ես ձեզ կներկայացնեմ այն իրավիճակը, որ այս պայդրությամբ կա, այսինքն վարկանիշային միավորներ, քվոտաներ եւ այլն։ Հունվարի 7-ին կրկին եթերում կլինեմ, կներկայացնեմ ձեզ օլիմպիական խաղերի մասնակցության հետ կապված մեր հնարավորությունները այս պայդրությամբ։ Եվ եթե որոշակի զարգացումներ լինեն նաև այս թեմայով, անպայման ձեզ տեղյակ կպահեմ։ Մնացածի մասին մենք կխոսենք էլի ընթացքում, ցավոք այս ձևաչափով այս պահին կարող եմ շփվել հանրապետություն ստիպված այս ձևաչափով ուղղակի մեր շփումը կլինի եւ ընդամենը
շատ կարճ ժամանակ հետո Սուրբ Ծնունդն է։ Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ծննդյան կապակցությամբ, մաղթում քաջառողջություն եւ հաջողություն եւ Աստված պահապան բոլորիս ընտանիքներին։ Եթե որևէ բան բաց եմ թողել, հունվարի 7-ի եթերում կփորձեմ լրացնել։ Անչափ շնորհակալ եմ բոլորից, այդ մեր աշխարհասփյուր հայերին։ Բոլոր գրեթե բոլոր մեր արտասահմանյան գաղթօջախներից արձագանքներ ենք ունեցել, գրել են, զանգել են, իրենց աջակցություն են հայտնել։ Ես մեկնաբանությունում էլ եմ ասում, կթողնեմ Միքայելի եւ Մարշի ընկեր Արտուր հեռախոսը համարը, կապ հաստատեք, արդեն քննարկեք հնարավոր իրենց աջակցության հարցը։ Շնորհակալ եմ, շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ծննդյան կապակցությամբ, առողջ եղեք, կհանդիպենք 2 օրից։